Մամ, բարի լույս։ Բարի լույս։ Սուրճ խմում եք։ Չէ, ես նոր եմ խմել։ Լավ։ Բարի լույս, մամա ջան։ Բարի լույս, տղես։ Ես չեմ հասկանում, ես դուք ամուսիններով հերթով եք ստեղ քնում։ Ավելի մամ ջան, թեման փոխի։ Չէ, տղա ջան, դա նորմալ չի։ Չես զգում, որ նորմալ չի։ Այս կյանքում այնքան բան կա, որ նորմալ չի։ Այս էլ թող մեր կողմից նորմալ չլինի։ Արսեն։ Լավ էլի, մամ, մի շարունակի։ Հո իմ անձնականը քո հետ չեմ քննարկելու։ Չեմ հասկանում, ինչ որ խնդիր կա։ Վիճել եք։ Մենք ընդհանրապես խնդիր չունենք։ Հիմա մարդը եկել եմ, նստել եմ ստեղ, ծխել եմ, աչքս կպել է։ Հո չենք դնել այդ աղջկան, կախենք։ Հիմա կինա, ժամանակի հարց է, կդզվի ամեն ինչ։ Սուրճը ցեղանին դնեմ։ Չէ, դուր ինձ կյանքս։ Ես ինչ լավն է կյանքս, քո նման դառնա։ Արսեն։ Այդ մեր համար քաղցր խոսքա չէ գեշոս։ Արսեն։ Մամ ջան, նայի ոնց ենք իրար սիրում։ Արի կյանքս։ Ես ինչի սենց մնացիր։ Այսինքն։ Ես մամայի համար էր, որ մտածի ինչքան շատ եմ քեզ սիրում։ Փաստորեն մամա այդ խափում ես։ Չէ, չեմ խափում։ Ուղղակի փակում եմ մեր հրաշալի ամուսնական կյանքի մութ կողմերը։ Արսեն։ Թող չիմանա, որ իրարից զզվում ենք։ Ավելի լավ չի ճիշտ իմանան։ Ու դա ինչ կտա քեզ։ Հետո որ բաժանվենք շատ ծանր չեն տանի։ Ինչքան ասեմ, որ ուղեղդ մտնի, մենք չենք բաժանվելու։ Չեմ հասկանում, Արսեն, դու իմ գլխին պատիժ ես։ Ես քո օրհնությունն եմ։ Դու գիտես ինչ աստղի տակ ես ծնվել, որ իմ նման ամուսին ունես։ Քո նման վայրենի չոբանի, որ ամեն վարքյան մարդուն ստորացնում ու ցավացնում է։ Որտեղ դեմ ցավացրե։ Արի մատ պոտ չեմ ասնի։ Չոբան։ Ցավեր շատ ունես։ Ոչինչ, դիմանալու է։ Կուզես գնամ ասեմ, թող գան մի բան ներարկեն, որ ընդհանրապես ցավեր չունենաս։ Պետք չի, կդիմանամ։ Ինչի դիմանալ, եթե կարելի է առասարակ ցավեր չունենալ։ Կամ ինչի տարապել, եթե կարելի է երջանիկ ապրել։ Արման։ Չնայած դու սիրում ես, չէ՞, քո համար խնդիրներ ստեղծել։ Դա այդպես չի։ Չէ, ես արդեն դրանում հաստատ համոզվել եմ։ Ես ուղղակի չեմ սիրում մարդկանց նեղություն տալ։ Իսկ դու փորձել ես մարդկանց հարցնես։ Կարող է դա նեղություն չի, նույնիսկ հաճելի է մարդկանց։ Ինչ ես դու մարդկանց փոխարեն մտածում, որ նեղություն ես տալիս, որ անհանգստություն ես պատճառում։ Այդպես չի գալիս, Արա ջան, դա շատ սխալ է։ Ես մի բան եմ ուզում հարցնեմ։ Ճիշտ է, կարող է հեչ տեղը չի ու այդքան էլ ճիշտ ժամանակ չեմ ընտրել, բայց չեմ դիմանում։ Ուզում եմ հարցնեմ։ Ինչ հեռացել էիր։ Անընդհատ այդ հարցն է ինձ տալիս։ Ինչի։ Ամեն Աստծո օր։ Ես մտածեցի, որ Ես քեզ ինչ-որ մի հարցում նեղացրել եմ։ Ինչ-որ մի բանից դու նեղվել էիր։ Ու կարծես թե գլխի եմ ընկնում։ Ախր մենք արդեն իրար հետ եղել էինք։ այդ ուրիշ էր։ Արի չխոսենք, խնդրում եմ, ես ամաչում եմ։ Բայց դրանում ոչ մի վատ բան չկա։ Արմեն, խնդրում եմ։ Արի էլ չխոսենք դրա մասին, լավ։ Մի պայմանով, որ էլ չես փախնելու։ Սար, արի սենց պայմանավորվենք։ Սրանից հետո եթե հանկարծ մեզ մոտ խնդիրներ են ծագում,
Ինչ ձևի ու ինչ տեսակի խնդիր ուզում եմ որ լինի։ Խնդրում եմ քեզ։ Արի խոսենք դրա մասին։ Հարթենք, լուծենք ու անցնենք գնանք առաջ։ Փախնելը դա լուծում չի։ Պայմանավորվեցինք։ Պայմանավորվեցինք։ Բարի օր, պապ ջան։ Բարի տղա ջան, Ինչ կա։ այնքան գործ կա, Արմանին չես տեսել։ Չէ, չեմ տեսել։ Ինչի։ Երեք ասաց առավոտը շուտ կգա, մինչև հիմի չկա։ Դերիվ խառնա։ Լսի, ես վերջերս մի տեսակ իրան տարօրինակ ա պահում։ Կարող է դրա կյանքում ինչ-որ մեկը կա։ Չգիտեմ։ Դու չգիտես։ Ես չեմ հարցրել, Արմանեն ինձ բան չի ասել։ Լավ, հիմի դառնանք քեզ։ Այսքանի օր մի բան եմ նկատել, որ դուրս չի եկել, Արսեն ջան։ Ինչ։ Էն որ դու ու Դինան առանձին եք քնում։ Իմ ու Զինայի հետ ամեն ինչ շատ լավ է, պապ ջան։ Այնքան լավ է, որ կարաս չանհանգստանաս։ Չէ, չեմ կարող չանհանգստանալ։ Հասկանում ես, Արսեն ջան, այս կաշան ես եմ եփել ու չեմ կարող էլի չանհանգստանալ, որ քեզ sense վիճակի մեջ եմ գցել։ Անկեղծ ասեմ, Ասա տղա ջան։ ես շատ ուրախ եմ, որ Զինան իմ կինն է։ Ու ես իրան շատ եմ սիրում։ Հենց որ ամեն ինչ շատ լավ է։ Ոյ ես քո ցավը տանեմ տղա ջան, հիմա արդեն մի քիչ խիղճս հանգստացավ, ապրես տղա ջան։ Հա, եմի չայլոց։ Աները տեկավ ստեղ, այստեղ ինձ մոտ, հոլդինգի ակցիաները դրեց ու գնաց։ Ինչի համար։ Ասում է, ինձ այդ ակցիաները հարկավոր չեն, հրաժարվում եմ։ Աշոտ է։ Հա, աշոտը, չեմ հասկանում դրա մտքին ինչ կա։ Աշոտը փողի համար հարազատ մորը կծախի։ Նենց որ էդի փողից հրաժարվողը չի։ Բայց էլ եմ ասում էլի տղա ջան, շատ տարօրինակ է, շատ։ Աշոտս, բա դու այսօր գործի չես։ Չէ, այսօր ուշ կգնամ։ Ինչի հոբան չի եղել։ Ոչ մի բան էլ չի եղել։ Մեր Արտուրիկը որտեղ է։ Քնած է որտեղ է։ Թե զուգարանն էր։ Այ քնած ասում եմ։ Դե գնա զարթնացրու։ Բայց ինչի ինչ է եղել։ Թող քնի էլ երեխեն։ Ասում եմ գնա զարթնացրու, հետը խոսալու բան ունի։ Հարևս չիմանամ ինչ է եղել։ Լսի Հայկնիկ, եթե քեզ փող տային խոսալու համար, դու ամենահարուստ մարդը կլինեիր, գիտես։ Կյանքս ես աշխարհի մեծահարուստն եմ, որովհետև քեզ ունեմ։ Ոչ։ Դու աշխատանք չունես, նշանակում է, որ դու ձայնազուրկ ես։ Բա մոտ չի ես աշխատեք հոպես ամուսին ունեմ, Աշոտ ջան։ Աղջիկ, էլ մի հակաճառի գնա կանչի, հետո լուրջ գործ ունեմ։ Չեմ իմանալու ինչի համար է։ Աղջիկ ջան, այս տանը քո գործը կոֆե տանել ու բերելն է։ Բա։ Մեկ էլ հա, ես սարոշկիս վարատիկներ էլ լվաս։ Սվիտրիս հետ։ Հասկացար։ Ինչքան էլ լվամ նույն ես, կերածդ վրատ ես լցնում։ Քեզ մարդասող։ Արսենը այս ճաշատեսակը շատ է սիրում, բայց իմ պատրաստած ձևով։ Հա, մամ ջան, խնդիր չկա, ուղղակի մտածում եմ մենք ինչքան էլ տանը պատրաստենք, մեկ ռեստորանին ավելի համով է, այն էլ իտալական։ Դու շատ սխալ ես մտածում։ Այ հիմա կպատրաստենք, կտեսնես ինչ համով է ստացվում։ Ուրեմն, Ես պատրաստ եմ։ Կտրատի սրանք, կտրատի։ Կտրատի կասեմ, հետո ինչ կանես։
Թիմիջարից շատ կարևոր են սոուսները, թե ինչ են օգտագործում։ Կտրատի։ Մամ, իսկ մանր թե Չէ, խոշոր։ խոշոր։ Երկարությամբ այդպես կտրատի։ Ապրիլ մաղջիկը հիմա էսենց դասավորում ենք թավայի մեջ, դասավորի, մյուսը կտրատի։ Արդեն արագ եմ անում։ Տեսնում ես, դասավորի, սիրուն դասավորի։ Լուսի, հետում հետ ես գրվում։ Անգլիայից ընկերուհիներս են, մամ։ Ամբողջ օրը կամ գրվում ես, կամ խոսում։ Ապրի մաղջիկը, տեսնում ես ոնց է ստացվում։ Ապրես, հիմա սրանք մանր կտրատի վեցրու վրա։ Ծինա, հաստորեն այսօր քո պատրաստացնենք ուտելու։ Ինձ մա պետքա նախորոք շտապօգնություն զանգեք, նոր ուտեք։ Այդ քեզ միայն թվում է, կտեսնես ինչ համեղ է ստացվելու, կտրատի։ Լավ, մամ, ես գնամ պարապեմ։ Նորից բարի օր։ Դու էլի տնից դուրս չես գալու։ Ցուրտ է։ Պատկերացրու, որ տաք տեղեր էլ կան։ Այ օրինակ ես նստած եմ սրճարանում ու սուրճ եմ խմում քո հետ։ Իմ հետ։ Հա, քո հետ։ Բայց ես տանն եմ։ Նայի։ Տեսար, սպասում եմ քեզ։ Բայց միջև գամ կսառի։ Նորը կպատվիրենք, կգաս։ Բայց Վերջ, սպասում եմ։ լավ, գալիս եմ։ Ուր գամ, բայց Հրապարակի պիցցա դի Ռոմո։ Կար։ Քեզ չի ասել, որ ստեղ չզանգես։ Ինչ որ բան պարզել ես։ Դե որ մենք ուշ շոտ կհանդիպենք, էլ չզանգես, լավ։ Ես գիտեի, որ դու ինձ ուսախապ չես անի։ Կթողնես աշխատեմ։ Լավ աշխատի։ Բայց աշխատի, որ իմ համար կարևոր ինֆորմացիա բերես։ Լևոն մի բան կա։ Ինչ։ Չէ, բայց մոռացի, լավ գաղափար չի։ Ինչ ա եղել, Կարեն։ Բալտիկը գլխավոր հաշվապահի պաշտոնի համար հայտարարություն է տվել։ Կարճ ասած, աշխատող եմ անգալիս։ Լուրջ։ Հա, բայց մոռացի Լևոն, այդքան լավ գաղափար չի։ Բայց այդքան էլ վատ գաղափար չի։ Արսեն, ուր ես գնում։ Գործարարներով երկար ժամանակ չեմ եղել։ Տենամ ինչա կատարվում։ Այ ապրես լավ ես անում, գնա տղա ջան։ Հա, այդ հաշվապահի հարցեր ինչ արեցիք։ Տարվա վերջը արդեն։ Դե մեկին կվերցնենք էլի։ Թափուր տեղի համար մրցույթ ենք հայտարարել։ Իսկ ավելի լավ չլինի, եթե իմացած մարդու վերցնեք։ Տղա ջան, այդ իմացածը ավելի շուտ է դահաճանում։ Կարևորը որ գործից հասկանա։ Դե հա, ամենակարևորը է դա։
Լավ, ես գնամ, պապ, դու երկար ես մնալու ստեղ։ Չէ, երևի ես էլ շուտ կգնամ այսօր։ Եթե Արմանը ուշացավ, երևի գնամ տանը կաշխատեմ երևի։ Դե լավ, պապ ջան, տանը կհանդիպենք։ Ոնց եղար։ Հիմա ոնց ես քեզ զգում։ Ճիշտն ասած, ցավազրկելուց հետո ոչ մի բան չեմ զգում։ Բայց ուզում եմ քնել։ Դե քնի ուրեմն։ Կներես։ Հա, բաբ։ Այ Արմեն ջան, երեկվանից գալիս ես, տեղ չես հասնում։ Բաբ, մի կես ժամից կլինեմ օֆիսում հաստատ։ Շատ լավ, տղա ջան, շատ լավ։ Ես մի երկու հատ փոքր գործ ունեմ օֆիսում, շուտ վազեմ ու հետո հետ կգամ, լավ։ Հետո էլ այստեղ մի արի։ Գնա տուն ու մի քիչ հանգստացի, խնդրում եմ։ Զար, մաքսիմում 2 ժամանոց գործ է։ Կվերջացնեմ ու շուտ կգամ քո մոտ։ Խնդրում եմ։ Գնա տուն, քեզ հանգստանալ է պետք։ Դա բացառվում է։ Հետո էլ ես ինձ հանգիստ եմ զգում քո կողքին։ Խոստացի, որ եթե հանկարծ մի բան պետք լինի, անպայման կզանգես ինձ, լավ։ Ես ուրիշ մեկին չունեմ։ Խոստացի։ Լավ, խոստանում եմ։ Պիտի գնամ, բայց ոնց չեմ ուզում։ Արման, խնդրում եմ քեզ։ Գնա օֆիս, հետո տուն։ Քեզ հանգստանալ է պետք։ Ամբողջ գիշեր միջանցքում ես անցկացրել։ Ախր ոնց չես հասկանում։ Դու ինձ համար ես անհանգստանում, ես էլ քո։ Ես ուրախանում եմ, որ թեկուզ այդ կտրվածքով, բայց մտածում ես իմ մասին։ Ես մտածում եմ քո մասին օրը 24 ժամ։ Ու դրա համար խնդրում եմ։ Գնա տուն մի քիչ հանգստացի։ Դու լուրջ օրը 24 ժամ մտածում ես իմ մասին։ Լուրջ, շատ լուրջ։ Գալուս ես։ Արտուրիկ ջան։ Այ տղա, օրը ճաշ դառավ։ Ես դու սենց ես բիզնես անելու։ Լսի, արի քեզ մի հատ լավ խորհուրդ տամ։ Պապա այդ մատ նամակ գրի։ Յանի գրասենյակը վառվեց, բիզնեսը փակվեց։ Դու էլ այդ փողերը վեկա գնա կայֆաված արա։ Չեմ հասկանում, այդ ինչեր է սովորացնում երեխուն։ Կնիկ տեղը մոռացար։ Սկսեցիր էլի։ Լսի, դու գործազուրկ ես։ Դա նշանակում է, որ դու ձայնազուրկ ես։ Ինչ ա եղել Աշոտը։ Այդ ցավտան, պետք է գնայի մարդկանց հետ հանդիպեիր։ Դու ես իմ դիզայներների հետ խոսայիր։ Բեդո։ Արդեն տեսել եմ, արդեն խոսացել եմ Աշոտը։ Կերար։ Դե լավ է։ Բա։ Մոլոդից Արտուրիկ։ Կարող է Ադամի աղջկա ձեռնել ես արդեն ուզը, բրեկներս խաբար չկա։ Չէ, այդ մեկը թողել եմ քեզ։ Բայց պետք է գնամ խոսամ։ Չէ, ես մի հատ այդ աղջկան ինձնով անեմ, հետո նոր կխոսաս։ Բայց կարաս քեզնով անես։ Աշոտ ջա, նեղացնում ես։ Այդպես շուստրի հորակրոջ դες քաշե, հա։ Շուստրի լինել ես դառնում շատ լավ բան է, Աշոտ ջան։ Գնում գալիս ինձ ես կպնում։ Բայց կարող է վատ բան եմ ասում։ Ձեր ցեղի մեջ ամենաշուստրին դու ես։ Գնացիր եկար ասես նախարար չանթեցիր։ Ծակ գրպանով նախարար։ Այդ մի մոռացի։ Ու այդ տեսակը բախտ ոչ ոքի չեմ ցանկանա։ Բա Արտուրիկ, այ ականջի տող արա։ Կին արարածը
ամենաանշնորհակալ արածն է։ Կգա կնստի գլխիդ, ոտերն էլ կկախի։ Համոտ քեզ։ Նորից բարև։ Ողջույն։ Ուրախ եմ, որ չմերժեցիր ինձ։ Դե դու կարողանում ես համոզել։ Դե, ինչ ենք պատվիրում։ Բա դու ասում էիր պատվիրել ես։ Այդ քեզ տնից դուրս անելու համար էր։ Փոքրիկ շանտաժ։ Հա։ Սենց ավելի մտերմիկ է ու հաճելի։ Դե, միգուցե։ Սովորել եմ մի տեսակ քեզ։ Քո հետ շատ հանգիստ է, հաճելի, մտերմիկ, հետաքրքիր։ Կապվում եմ մի տեսակ քեզ։ Դու իմ միջոցով ուզում ես ընկերուդ մոռանալ, չէ՞։ Կխաբեմ, եթե ասեմ չէ։ Դու ինձ շատ օգնում ես։ Փաստորեն այդքան շատ ես սիրում, որ չես կարողանում մոռանալ։ Սիրում էի։ Հիմա ինքս էլ չգիտեմ ինչ եմ զգում։ Մեկ սիրում եմ, մեկ ատում։ Իսկ ինքը քեզ խաբել է։ Եթե չես ուզում, մի պատասխանի հարցիս։ Ցավացրել է։ Ունենց որ ամբողջ կյանքում երևի էլ չեմ էլ կարողանա սիրել որևէ մեկին։ Մամ, էս ինչ անուշոտեր են գալիս։ Բա ասում էիր չեմ կարողանում պատրաստեմ։ Հա, բայց դուք ասեցիք, ես արեցի։ Բայց արեցիր չէ։ Արեցի, ու ասում որ շատ հավես էր։ Վաղն էլ ուրիշ բան կսովորեցնեմ պատրաստել։ Մամ ջան, ես բարձրանամ վերև լողանամ, այս ճաշի հոտերը կպել եմ մազերիս։ Հա, գնա պատրաստվի։ Մեկը հիմա չեն գալու, չէ, ես հետո սեղանը կդնեմ։ Դու հանգիստ գնա պատրաստվի, մնացածը ես կանեմ։ Մերսի։ Լուսի, ինչ եղավ։ Ոչ մի բան։ Ուղղակի ինձ մի տեսակ գործիք զգացի։ Միջոց։ Ես նման բան չասեցի։ Ու մտքովս էլ անգամ նման բան չի անցել, Լուսի ջան։ Դու նման ես հրաշք գործող դեղի, որը աշխարհի ամենաուժեղ ցավերն է բուժում։ Ուրախ եմ, որ կարողանում եմ գոնե օգնել։ Հավատա, որ մոտդ ստացվում է։ Ես քո հետ մոռանում եմ իմ բոլոր խնդիրները, կտրվում եմ ամեն ինչից։ Դե լավ մի ամաչացրու։ Ինչի։ Հայք խնդրում եմ, պետք չի։ Ես քեզ ճշմարտությունն եմ ասում։ Ես մաշկիս վրա եմ զգացել խաբված լինելը որն է։ Սիրել եմ, հավատացել եմ ու ինձ խաբել եմ։ Ասեմ, որ լավ բան չի։ Ու երբեք նման բան չեմ անում։ Ոչ մեկի հանդեպ։ Խաբելը առհասարակ լավ բան չի։ Լավ, ինչի ենք սենց տխուր թեմաներից խոսում։ Չգիտեմ, ուղղակի հետաքրքիր էր։ Ու ոնց հասկանում եմ, դեռ հետաքրքիր է։ Կոնկրետ, ի՞նչն է հետաքրքրում։ Ես հարցեր չեմ տա, չնայած որ իսկապես հետաքրքիր է։ Երևի ուզում ես իմանալ, ինչի մեր մոտ չստացվեց, կամ ինչը այն չէր։ Մոտավոր։ Կարճ ասած, ինձ փոխեցին փողի հետ։
Իմ սիրած աղջկա կյանքում հայտնվեց մի հարուստ տղա, ծնողները ոգևորված ամուսնացրեցին այդ հարուստ տղու հետ, դասական օրինակ։ Բայց եթե սիրում էիք իրար, Սիրում էի, ինձ էլ թվում էր, որ ինձ էլ են սիրում։ Մենք որոշել էինք փախնել մինչև հարսանեկը, բայց ձգձգվում էր։ Ամեն անգամ ինչ-որ բան չէր ստացվում։ իսկ ինքը տանը ասել էր, որ չի սիրում, այդ տղային քեզ ա սիրում։ Իբր ասել էր, բայց ոչ մի բան չէր փոխվել։ Ես հարսանեկի օրը մեքենայով ռեստորանի դիմացը սպասում էի, որ դուրս գար ու փախնեինք միասին։ Հաստորեն ռիսկի եք դիմել։ Ես պատրաստ էի մեռնել իր համար, բայց հիմա մի տեսակ ամեն ինչ դատարկ է դարել ու անիմաստ։ Հայկ ամեն ինչ լավ կլինի, հավատա։ Հավատում եմ։ Ի վերջո երկրագնդի միակ աղջիկը չի, չնայած որ իմ համար դա տենց էր։ Հիմա դու արդեն գիտես իմ դժբախտ սիրո պատմությունը։ Դե միգուցե բարին էլ դա էր։ Միգուցե։ Այսինքն ինչ եմ ուզում ասեմ։ Ինչ որ անում ես, արագի մեջ պետք է անես։ Այսինքն ոնց արագի մեջ։ Ես այն գործնա, որ հանգիստ է սիրում։ Միջև դու դինջ շարժվես, այդ աչքը կթողի կթռնի Լոնդոն։ Լոնդոնը գիտես որտեղ է։ Անգլիայի մայրաքաղաքն է։ Հարի միջալուց այդ մեծահարուստները ինչ մոդա են գցե։ Երեխեքին ուղարկում են տո Լոնդոն, տա ես իմ որդ է։ Ոնց թե։ Իրանց ռեյտինգն են բարձրացնում արևս, չէ քո պես։ Դինաս էլ կարող էր միտեղ սովորել։ Այդ ինչի համար որ լեզուն երկար լիներ։ Դու մի անհանգստացի, որ քո աղջիկն է։ Իր լեզուն լավ էլ երկար է։ Լավ էլի։ Դուսուս, հիմա ես եմ խոսում։ Ասածս ինչ է։ Սենց նստելու ու փիլիսոփայելու տեղը վեկած գնա այդ աղջկա մոտ։ Շատ ճիշտ ասում։ Սենց պրոստը վերկանամ գնամ։ Ես քեզ կարգին շուստրի տղու տեղ էի դրել։ Պարզմա հարիֆի մեկն ես։ Հիմա Ձինան որտեղ է ապրում։ Այդ աղջկա տանն է ապրում։ Հայլի Արտուր ջան, Դինան այնտեղ է, դու երբ ուզես կարող ես մտնել ու դուրս գալ։ Գնում ես քրոջդ տեսնելու։ Ոչ մի գնում ես Ձինային այդ աղջկան, մեկելին Ձինայի հարիվ մարդուն։ Հրավիրում ես կաֆե, սուրճ խմելու, հավեր բան մի թույլ տուր քեզ, որ այդ փողերը սաղ վարի չտաս։ Հետի քեզ մեկ հանդիպում, հետո էլ մի բան կգտնի էլի։ Աշատձյա, ես աղջիկ կպցնելու համար ուրիշ կլե ունեմ, կուզես քո համար կպցնեմ։ Արտուր։ Լավ կատակ եմ անում, ես գնացի։ Ձեր ցեղի վառ ներկայացուցիչն է։ Խելքը կարճ, լեզուն երկար։ Ես իմ ցեղով շատ էլ հպարտ եմ եղավ։ Ու այս աղջկա երկար լեզուն որ չլիներ, ագրավները զույգ աչքերդ կհանեին։ Լավ, քանի ռադիո չես միացրել, ես գնացի։ Ուր ես գնում Աշոտ ջան։ Նախարարություն։ Լավ էլի։ Ամբողջ օրը տանը մենակ եմ Աշոտ։ Մարդիկ երշամին գործից տուն են գալիս։ Իսկ դու գնում ես գործի։ Դենս կնգա խիլքը ինչ կարճ է։ Որ դուք սենց տանը կայֆաված եք գնում։ Ժամանցներ ես անում, ինպես տղերքը։ Գիտես ոնց են պախատանում նախարարությունում։ Ազգիս համար։ Լավա մածուն էլ չես ուզում աշխատանքիդ համար։ Այ կնիկ, լավ հոտեր են գալիս։ Հարսը տա պատրաստել։ Հա, ուտել կլինի։ Հա, կլինի, ասեմ, որ շատ համեղ է ստացվել։ Հայ երեխեքը տունն են ուր են։ Չէ, երեխեքը տանը չեն։ Ոչ ոք էլ տանը չի։ Ուր են գնացել։ Արմանը գիշերը տուն չի եկել, ավելի ճիշտ երեկվանից տուն չի եկել։ Արսենը քիչ առաջ դուրս եկավ, Լուսին էլ մի 2 ժամ կլինի։ Այդ Լուսին ուր է գնացել։
Ընկերուհիները զանգեցին, են երեխան գնաց։ Ասում եմ չզանգեք մետ Արմանին, տեսնում եմ տուրա ինչի չի գա։ Իհարկե զանգի։ Ոնց կարելի է ասենց։ Սենց ոնց մա։ Բարի երեկո տղա ջան։ Բարի երեկո։ Եկել եմ փոխվեմ ու էլի գնում։ Խնդրեմ։ Մի հատ դեմքին նայի։ Չէ, նայի դեմքին։ Արման ջան, այս գիշերը չես քնել։ Իհարկե չի քնել։ Չի երևում։ Մամ, հաց կտաս ուտեմ։ Իհարկե կտամ տղա ջան։ Բայց կարելի է իմանալ, թե որտեղ էիր։ Կարող ենք խոսել տղա ջան։ Միշտ էլ կարող ենք, պապ ջան։ Բայց դուք էլի սկսեցիք նույն հարցերը էլի։ Ախր մեծ մարդ եմ։ Ես էլ իմ անձնական կյանքն ունեմ։ Իմ հարցերն ունեմ։ Թույլ կտաք ինքս որոշում ներկայացնեմ։ Կարծեմ թե ես դրա իրավունքն ունեմ։ Դե իհարկե տղա ջան, իհարկե դու այդ իրավունքը ունես։ Շնորհակալություն։ Գնամ լողանամ ու գամ։ Խնդրեմ։ Բերանդ փակեց։ Էլիս դու քո գործերով զբաղվի, հա։ Ինչ իմ գործով զբաղվեմ։ Դու մի խառնվի։ Ոնց չխառնվեմ։ Չխառնվեմ, որ առաջին վզով ընկած իմ տուն բերի։ Հասուն մարդ է, ինքը գիտի ինչ է անում։ Հենց հասուն մարդիկ են ճակատագրական սխալ գործում։ Չես հասկացել դա։ Ասեմ, որ ես իմ մի երեխուն կորցրել եմ։ Երկրորդի երջանկության համար ատամներով եմ պայքարելու։ Կտեսնես Ադամ։ Այս ասֆալտի գործարանի տնօրենը հեչ դուրս չի գալիս։ Թե ոնց է պապան դրան վստահում։ Մի տեսակ շոպլիկա չէ։ Շոպլիկ ասիր պրծար։ Հետո որ խոսում եմ, ուզում հասկանամ որտեղ է ուզում գցած լինի։ Ոտերը կջարդենք։ Այդ գադեն հեչ դուրս չի գալի։ Ես դրան փոխելու եմ։ Ճիշտ են դու կանես։ Այն արմատուրի գործարանի տնօրենը կարգին համեստ տղա է ու շատ կազմակերպված մարդ է։ Երբ գնացել եմ թղթերը ստուգելու, միշտ ամեն ինչը տեղին է եղել։ Գործարանից էլ է երևում։ Մտնում ես տարածք, ամեն ինչ տեղին է։ Վաղը կգնանք քարի ու սննդի արտադրամասերը։ Արս, այսօր առավոտ Ալեքսն էր զանգել։ Ասեց են Սերգեյնն են ծեծել, որ հիվանդանոց է պարկել։ Սերգեյ։ Այն Լալայանի Սերգեյը։ Ինչ թեմա է, որ։ Չգիտեմ, բայց ճշտում ենք։ Հա, իմացեք, ես դրանց ամեն ինչից պիտի կուրսի լինեմ։ Հələ չեմ մոռացել, որ Ձինայի պահով սլուխներ էին տարածում։ Ուղղակի չեմ ուզում աչքը հանեմ։ Պետք է մի քիչ շատ բան գիտի։ Եթե իմ իմացածը պարզվեց, ոչ մեկին չեմ նախանձի։ Արս մի բան ասեմ։ Հավայ դրա հետևից ընկնելու փոխարեն կարանք բերենք մեր կոտ թաթալոշնակ սաղ պատմի։ Կարող է եւ չպատմի։ Ինքը սովոր է թաթալոշ ուտելու։ Էդ էլ կա։ Պետք է դրա թույլ տեղերը գտնենք ու սխմենք։ Այդ դեպքում Աշոտին չէ, հարազատ մորը կծախի։ Դե հիմա Ալեքս օրը 24 ժամ պոչին է։ Հա, տենց ճիշտ է։ Հիմա ուր եմ քշում։ Տուն քշի։ Երբեք այս ժամին տուն չես գնացել։ Այդ տղա, ես ամուսնացած մարդ եմ, ու ես ձեր նման չեմ սավոր չոլերը։